Հայաստանի պարագայում հունիսի 7-ին որոշվելու է Հայաստանը կունենա Արցախի ճակատագիրը, թե շանս կունենա փրկվելու։ Սա ես նորից եմ կրկնում, սա չկա այլ տարբերակ, սա միանշանակ եմ ասում սա։ Եթե այս իշխանությունը վերարտադրվեց հունիսի 7-ին, Հայաստանի ճակատագիրը լինելու է այնպես, ինչպես որ եղավ Արցախի ճակատագիրը։ Միանշանակ եմ ասում, որտեղ սա, ես նույնպես եմ, եթե մենք հիմա զրուցենք այդ թեմայի շուրջ, պատերազմի եւ խաղաղության այս դիսկուրսի հետ կապված, ես կարող եմ մանրամասն ներկայացնել, թե ինչու է այդ մենք երկրորդ փուլում դրա մասին ենք հենց խոսելու, բայց տեսեք, մի քանի բաներ կար, պարոն Բոզյան, դուք էլ կհաստատեք, համենայնիվ մեզ այդպես էր թվում, բայց իհարկե ես առաջինի հետ կապված հասկանում եմ ինչու, ասենք մտածում ենք, որ Արցախի թեման դա բան է, Արցախը զիջել, բան դա, չգիտեմ ինչ կարժեն, այն իշխանությանը, որ մտքով անցկացնի կամ դրա մասին ընդհանրապես խոսի։ Երկրորդ կարևոր բան, ասենք հայ առաքելական եկեղեցի, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ինչ որ մի ստահակտական, այն էլ ազգանունը հայի կարող է ուղղությամբ գնալ եւ մի հատ էլ իր ծրագրում գրել է դրա մեջ, որ ինչ է անելու եւ ինչ է պատրաստում հայ առաքելական եկեղեցու դեմ անել, հոլ այդ մարդը մի հատ հավակնում է 30 քանի տոկոս հավաքել կամ 10% հավաքել։ Խոսքը Նիկոլի կամ ՔՊ-ի մասին է։ Եվ էլ չեմ ասում, որ եւ պատմականորեն եւ գրականությամբ մեր մեջ դրած է մի քանի սերունդ եւ անգամ դրան ժառանգներն ենք մենք, որ ցեղասպանության հարցը կարող է, չգիտեմ, ինչ լինել, ինչ տեղի ունեցավ, ինչ արագությամբ կարողացավ Նիկոլը հասցնել նրան, որ հիմա, ասենք, ինչ որ մեկի մտքով կարող է անցնել, որ գնա, ասենք, Թուրքիայի հետ, չգիտեմ ինչի, Ադրբեջանի հետ, չգիտեմ ինչի, ինչ տեղի ունեցավ։ Դա շատ տարողունակ խնդիր է։ Ես ում այդ հարցին պատասխանեմ հետևյալ տարբերակով։ Տեսեք, տարիներ շարունակ մեր համար ցեղասպանության ճանաչումը դա միշտ եղել է հիշողության խնդիր։ Այսինքն մենք ապրիլի 24-ին գնում էինք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգենք մեր հիշողությունը, նախկին ողբերգությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր մոտ ձևակերպել է, որ ապրիլի 24-ը դա հիշողության տարի է, որտեղ մարդիկ պետքա հարգեն, տուրք տան այն ինչ որ կատարվել է այն ողբերգությունը, ոնց որ մարդը իր ծնողը մահանում է, մարդը տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ եկեղեցական գնում է գերեզման, ծաղիկներ դնում, գալիս է տուն, այսինքն մարդու համար դա հիշողության տարի է եղել։ Ես ասեմ, որ սրա մեջ կա մի հատ շատ մեծ մինուս, որովհետև եթե մենք հասկանայինք, որ ցեղասպանության տարելիցը պետք է լինի ոչ թե հիշողության, այլ զգոնության խնդիր, դա լրիվ ուրիշ իրավիճակ կներ, որովհետև ցեղասպանությունը պես պետք է միշտ հիշացներ, որ մենք այնպիսի երկիր պետք է դառնանք եւ այդպիսի ժողովուրդ, որպեսզի հանգարց երկրորդ անգամ ցեղասպանության չհենթարկվենք։ Այս խնդիրը չի գիտակցվել։ Չգիտեք, ինչու մենք հանգիստ ենք, որ մի անգամ պատմական անարդարություն մեզ է տեղի ունեցել, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն ունի եւ հաշվետվություն ունի, որ այս ազգը պիտի պաշտպանված լինի։ Եւ երկրորդ տեսակետը կար, որ 21-րդ դրա մասին որ նոր տեսակետը որ երկրորդ 21-րդ դարում ցեղասպանություն չի լինում։ 21-րդ դարում մենք տեսանք թե Գազայում ինչ ցեղասպան 56,000 մարդ կոտորվեց։ Դարի վերջում Աֆրիկայում չտեսանք այդ բացի դրանից մենք 21-րդ դարում տեսանք Արցախի հայաթափումը։ Ի վերջո Արցախի հայաթափումը դա ցեղասպանության դրսևորումներից ձևերից մեկն էր։ Ի վերջո դա առանց արյունի ցեղասպանություն էր, այսինքն ցեղը վերացավ տարածքից առանց ուղղակի կոտորածների, հա, այս ձևակերպենք այսպես։ Այսինքն ցեղասպանությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով, հասկանում եք, ինչպես որ տարբեր ձևերով է կարող արտահայտվել նացիզմը, ֆաշիզմը, հա, նույն ձևի ցեղասպանությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել։ Ի վերջո, եթե Հայաստանը հայ ժողովուրդը զրկվի Հայաստանում ապրելուց, 3 միլիոն մարդ զրկվի Հայաստանից ապրելուց, բայց առանց ցեղասպանվելու, այսինքն ինչպես որ Արցախում եղավ, տեղահանվի 3 միլիոն մարդ, հիմա մենք կհամարենք դա ցեղասպանություն թե ոչ, հասկանում եք ի՞նչն է խնդիրը, այսինքն մենք պետքա մենք չունեցանք այնպիսի վերնախավ, որը մարդկանց մեջ ներդներ են գաղափարը, որ ցեղասպանության ապրիլի 24-ը մենք պետքա ոչ թե հիշենք մեր ցեղասպանության օրը, այլ մենք պետքա զգոն լինենք, թե ինչ վտանգ է Իրանից պարունակում ցեղասպանությունը եւ հասկանանք, թե մենք ինչ պետք է անենք, այսպես մյուս կողմից տեսնում ենք, որ թուրքական աշխարհն էլ ինքը վախեցած, որ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է ցեղասպանությունը։ Տեսեք, ուրեմն անցյալ դարի նախանցյալ ներողություն 19-րդ դարի Բերլինյան վեհաժողովից հետո հայկական հայերը եւ հայկական խնդիրը դարձավ միջազգային իրավունքի օբյեկտ։ Այսինքն հայերը մինչև այդ օբյեկտը չէին, որտեղ պետությունն էին կորցրել եւ այլն եւ այլն։ Այդ միջազգային օբյեկտ դառնալուց հետո հայկական հարցը դառավ գերտերությունների, այսպես ասած, շարական առարկա, որի վերջնահարցունք եղավ 15 թվականի ցեղասպանությունը։ Նույնը կարելի ասել 88 թվականի Ղարաբաղյան շարժման արդյունքում
Մենք եկանք, վերջում եղավ Արցախի կորուստը։ Մենք պետք է հասկանանք լավ ինչի այդպես ստացվեց։ Այսինքն ինչպես ստացվեց, որ մենք ըստ էության մեր ամբողջ պատմության մեջ ունեցանք ֆունդամենտալ երկու կորուստ։ Արևմտյան Հայաստանի կորուստ եւ Արցախի կորուստ։ Եվ վերջապես, եթե մենք դա չհասկանանք, այս վերջի մնացած Հայաստանը մենք կորցնելու ենք։ Որտեղ մենք պետք է որպեսզի մենք դա հասկանանք, ուրեմն պետք է մենք հասկանանք հետեւյալը, որ Թուրքիայի եւ ընդհանրապես Օսմանյան Թուրքիայի, թե Քեմալական Թուրքիայի կարևոր չի, իրենց գերնպատակը միշտ եղել է իր տարածքով միաձուլվել ռուսական կայսրության մեջ ապրող մամեդական ժողովուրդների տարածքի հետ։ Դա իրենց գերնպատակն է եղել։ Ավելին կարող ասեմ։ Խանգարում է իրենց հայ ժողովուրդը։ Եվ ավելին կարող ասեմ, այո, եւ ավելին կարող ասեմ, 1914 թվականին, ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան Թուրքիայի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր, որով նշվեց, որ Գերմանիան ամեն ձևի աջակցելու է, որ ապագայում թուրք-օսմանյան կայսրության տարածքը պետք է ընդլայնվի ռուսական իմպերիայի մամեդական ժողովուրդների հաշվին։ Եվ հաշվանդրելու են հանգամանքը, որ միակ սեպը, որ մնացել էր դա հայերն էին այստեղ, եւ վերևի մասով նաեւ հույները կային, ըստ էության փաստացի կարելի ասել, որ որոշում կայացվեց, որ այդ սեպը վերացնել տեղահանումների եւ ցեղասպանության շնորհիվ։ Այսինքն շատերն ասում են, եթե մենք հիմա չմիջազգայնացնեինք հայկական հարցը 15 թվական չէ լինի, կամ ասում են, եթե մենք հիմա Սերբիայի իշխանությունը ասում է, եթե մենք հիմա Ղարաբաղյան շարժում չսկսեինք, արցախցիները կարային ապրեն իրենց բնորանում, մենք էլ ադրբեջանցիներ հանգիստ կարային ապրենք։ Ես այդ հարցին պատասխանեմ հետեւյալը. հույները, Պոնտոսի հույները, ասորիները եւ եզդիները չէին միջազգայնացել։ Եվ ինչ արեցին իրենց։ Իրանք նույն ձևի կոտորվել ցեղասպանվել են հայերի պես հավասար։ Պարզապես իրանց մասին չի խոսվում։ Պարզապես միջազգային հանրության մեջ Լեմկինի շնորհիվ մտել է հրեական եւ հայկական ցեղասպանության մասին, բայց չկա եզդիների ցեղասպանության մասին, չկա ասորիների ցեղասպանության, չկա հույների ցեղասպանության մասին։ Այդ մարդիկ էլ են կոտորվել, բայց պարզապես իրանց մասին որ չեն ասում, չի նշանակում որ այդ մարդիկ չեն կոտորվել։ Սա է խնդիրը, այսինքն դու ինչքան էլ որ դու ցանկանաս թե ինչ անես, միևնույնն է այդ օրակարգը թելադրում ես ոչ թե դու, այլ ավելի մեծ երկիրը։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների մեջ թելադրողը օրակարգի մեջ ոչ թե Հայաստանն է եղել միշտ, այլ եղել է Թուրքիան։ Եվ Թուրքիայի նպատակը այդ տարածքը ազատելն է հայկական տարից։ Ինքը, ասեմ ձեզ, մեծ հաջողություն է հասել Արևմտյան Հայաստանում այլևս հայ չկա։ Իրանք ամեն ինչ արեցին, որ Նախճիվանը Ադրբեջանի տարածքի մեջ մնա հատուկ, որպեսզի իրանք ունենան ընդհանուր կապ խորհրդային միության այն հատվածի հետ, որ ադրբեջան էր, մամեդական էր, մնացել էր Սեպ, Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց այս 2023 թվականին, մնացել է Զանգեզուրը եւ վերջնարդյունքում նաեւ Հայաստանը։ Եվ եթե Արևմտյան Հայաստանը լուծվեց ցեղասպանության ճանապարհով, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց այսօրվա իշխանությունների ձեռամբ, ես կներկայացնեմ թե ինչպես դա լուծվեց, ապա մնացած այսօրվա Հայաստանի խնդիրը փորձում է լուծվել 4-րդ հանրապետություն հռչակմամբ եւ Ադրբեջան նույն ձևի, որտեղ իրանք ասացին, որ եթե մենք Արևմտյան Հայաստանը լուծեցինք ցեղասպանության ճանապարհով, Արցախը լուծվեց հակաաբեկչական այսպես կոչված օպերացիայի ճանապարհով, ապա Հայաստանի ընդհանուր առմամբ Զանգեզուրի եւ ընդհանրապես Հայաստանի ճանապարհը խնդիրը պետքա լուծվի, այսպես ասած, խաղաղ ճանապարհով այսօրվա Հայաստանի իշխանությունների դրամայ Նիկոլ Փաշինյանը դարձել է իրանց պատմական շանսը, այսպես իրանք ասում են, որ 100 տարվա մեջ այսպես բայց պարոն Մուսյան, տեսեք, իրենք այդ առումով բավականին անկեղծ են, որտեղ այդ մարդը հստակ ասում է 300,000 ադրբեջանցի բերելու եմ, չէ նորից ասենք, որտեղ պետք է որտեղ հասնի։ Այս մարդը անցյալ տարի չէ սահմանազատում, սահմանագծում եղել է, եթե ասում է խաղաղություն, չի եղել։ Անցյալ տարի մայիսին անցկացված Անկարայում արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ առանց Հայաստան վերադառնալու 300,000 ադրբեջանցիների Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն չի հաստատելու։ Սա պաշտոնապես եմ ասում։ Ավելին կարամ ասեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցությամբ իսլամական կոնֆերանսում ընդունվեց մի բանաձև, որտեղ նշեց, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան պետք է լինի իմպերատիվ պահանջ։ Սա ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, որ այդ որոշումները կան։
այդ որոշումների կյանքի կոչման համար խոչընդոտներ կան իդեմս երկրների ովքեր որ օբյեկտիվորեն շահագրգռված են որ Հայաստանը մնա հիմա այդ խնդիրները պետք է լուծվի մեկը Իրանն է մյուսը Ռուսաստանը որտեվ էգզիստենցիալ իմաստով Հայաստանի գոյության համար այդ երկրներն է որ շահավետ է որ Հայաստանը մնա այլ երկրների համար չգիտեմ Ֆրանսիայի համար Միացյալ Նահանգների համար կամ Չինաստանի համար կամ Հնդկաստանի համար Հայաստանը մնա թե չմնա երկրորդական է իրանց համար Ֆրանսիայի համար օրինակ եմ ասում կարևոր է որ այս տարածաշրջանում չլինի ռուսական ազդեցություն սա իրանց համար գերխնդիրն է նույնը կարելի է Միացյալ Նահանգների լավ ինչ ո՞նց է հաջողվում աշխարհի ոչ մի երկիր հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի համար չի պայքարում ոչ մի երկիր ամեն երկիր իր շահերի համար է պայքարում ստացվել է այնպես որ այս Հայաստանի գոյության մեջ ուղղակիորեն շահագրգռված է Իրանը եւ Ռուսաստանը ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար իրանց ազգային պետական շահերի պատճառով սա իրականությունն է եւ հիմա որպեսզի այս խնդիրը լուծվի ինչ պետք է անի պետք է կազմաքանդվի Հայաստան Իրան եւ Հայաստան Ռուսաստան փոխհարաբերությունները պետք է կազմաքանդվի ամբողջ անվտանգային համակարգը մարդիկ երևի տեղյակ չեն որ օրինակ Հայաստանի հակաօդային համակարգը ընդհանրապես հակահրթիռային համակարգը դա միացյալ համակարգի մեջ այսինքն մինչև ռուսական բազան դուրս չբերվի Հայաստանից մինչև այդ համակարգերը չկազմաքանդվեն Ադրբեջանը չի կարող արդեն հրապարակապ հայտարարի որ պետք է մենք գրավենք Հայաստանը օբյեկտիվորեն դա չի ստացվի բայց ինչա կատարվում հիմա տեսեք եթե դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանը անդադ ասում էր որ այ ես ճանաչել եմ 86000 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանի բայց Ադրբեջանը չի հայտարարում որ ինքը ճանաչում է Հայաստանի 29000 քառակուսի կիլոմետր տարածք չի հայտարարում դա ինչի որովհետև Ադրբեջանի դա շահավետ չի որովհետև Ադրբեջանը սպասում է եթե հայ ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին ապա այդ 29000-ը կարա դառնա 0,000 ինչու որովհետև ինքը թեև ասում է որ ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը բայց ինքը չի ճանաչում այդ ամբողջականությունը ինչ մակերես է այնց ներկայացնում հիմա շարունակեմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը թեմաները բարբոզան որ ձեզ չկանգնեցնեմ դուք չեք կանգնի ես ուղղակի մի բան ասեմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտ 1000 կիլոմետր է 1000 կիլոմետրից ընդամենը 12 կիլոմետրն է Դրա մասին շատ եք ասել, լավ։ Տեսեք, Տաուշի մարզում հայկական կոմունիստների արդյունք շատ պրիմիտիվ պարզունակ բաները, այս մարդը դուք ասեցիք, հա, դե սահմանագծում սահմանազատում չի եղել։ Մի փոքր կտորեն արել, այդտեղից Հայաստանը հող է տվել։ Սա ինչ է նշանակում, եթե ապագայում դա անենք, Նիկոլը մնում է իշխանության, այս ամբողջը բնականաբար անվերջ զիջելու են, գալու են մտնել Հայաստան, մնացած տարածքները վերցնելու են։ 300,000 հայություն, ասեցիք արդեն դուք դրա մասին։ 300,000 ադրբեջանցի ասում է բերելու են այստեղ։ Հիմա մի անգամ Նիկոլը չի խոսել նրա մասին, բա 800,000 հայերը, որ ապրում էին Ադրբեջանում եւ 150,000 Արցախում, որ ապրում էին հարակից շրջաններում, չեն գնալու։ Այնքան ամեն ինչը պարզ է, այս ակնհայտ է դառնում, որ այս մարդը զիջում է եւ որևէ խաղաղության մասին խոսք չկա։ Նիկոլը մնում է Հայաստան չի լինում։ Բայց ինչն է պարզ, ինչ է, ես չգիտեմ, ընդդիմությունն է խայտարակություն եղել, Նիկոլն է կարողացել բան ասել, որ այսօր դեռ կա մարդ, որ հավատում է, որ իր տունը մնալու է, որ Հայաստանը մնալու է, որ չեն մտնելու փրտեն, որ Հայաստան լինելու է։ Ոնց են աշխատել, ոնց է որ չի հասել մարդկանց ուղեղին։ Մենք հիմա կոնկրետ Հիմա ուզում եք դուրս գանք էլի ամեն 5-րդ 4-րդը կասի։ Էսանք բերում են խաղաղություն։ Տեսեք հիմա ես ասեմ ձեզ։ Կոնկրետ ես կարծում եմ որ արդեն մարդկանց մեծ մասը հասկանում է դա, պետք չի մարդկանց Այս ընտրություններին կտեսնենք, քանի տոկոս մարդկանց մեծ մասը անկեղծորեն իսկապես հասկանում է որ այն ինչ որ կատարվել է սա օբյեկտիվորեն խափեություն է այս իշխանության կողմից եւ այս իշխանության վերարտադրությունը կարող է բերի լրջագույն կորուստների Հայաստանի համար մարդիկ տեսել են թե ինչ կատարվեց Արցախի հետ մարդիկ տեսել են այս մարդկանց խափեությունը Արցախի հետ կապված բան եւ այլն դրա համար հիմա քանի որ դա մարդիկ տեսել են եւ այս իշխանությունը գիտի որ իր վարկանիշը անկում ապրել ինքը նյարդային վիճակի մեջ սկսում է ցեղ շպրտել մարդկանց եւ սկսում է փորձել մարդկանց վախեցնել որ եթե ընդդիմությունը գա իշխանության այդ ժամանակ կլինի պատերազմ եւ մասնավորապես վերջերս գործող վարչապետը անդրադառնալով ԲՀԿ-ին հայտարարեց որ ինքը ԲՀԿ-ն պատերազմի այսպես ասած կողմնակից է որովհետեւ իր երկրորդ համարը Միջև ԲՀԿ-ը ինքը մնացած բոլորին պատերազմի բաներ են հիմա նաեւ հերթը հասել է դրանց եւ որպես օրինակ բերեց երկրորդ համարը որը Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանն է եւ ասաց որ քանի որ Թևանյանը երկրորդ համարն է ինքն էլ պատերազմի կողմնակիցն է Ինչի ձևակերպել կոնկրետ ինչի Թևանյանին սարքեց թիրախ Հիշեցեք որ սա ասում է 4 պատերազմ բերած Նիկոլը Հիմա ասեմ ինչի որովհետեւ ինքը տեսավ որ փաստացի
Ծառուկյանը, որ գնում էր գյուղեր բան, մարդիկ թե ոնց են դիմավորում եւ ընդհանրապես գյուղերում ինքը շատ լավ տիրապետում է, որ ԲՀԿ-ի վարկանիշը բարձրացել է, իսկ մասնարարպես Ծառուկյանի վարկանիշը իր հաշվին մեծանում է, այդ վտանգը տեսնում է։ Բացի այդ նույն Ծառուկյանը 20 թվականին ես հիշեցնեմ, որ հունիսի 5-ին, երբ որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, ասում էր, որ եթե հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այս պահին չլինի, 4-5 ամիս անց Հայաստանը կարող է հայտնվի պատերազմի մեջ։ Զոսուակիզում հիշեցնեմ, որ դա հունիսի 5-ին 2000 թվականին այդ մարդը հիշեցնում էր։ Իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի մասին, ապա ինչի թիրախավորեց Անդրանիկ Թևանյանը, որտեղ Անդրանիկ Թևանյանի բոլոր կանխատեսումները սկսած 2019 թվականից թե ինչ քաղաքականության կարաբերի հանգեցնի Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչվեց։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դրա մասին։ Ես հիշեցնեմ, որ հենց ձեր հյուրն էր Թևանյանը, ես կարող եմ ներկայացնել, ասենք օրինակ իր ինքը ասեց, որ այս մարդը գալու է բանակցային process-ը ամբողջը տապալելու է եւ բերելու է պատերազմ, այդպես էլ եղավ։ Հա։ Հայաստանը Ադրբեջանի ստանալիք բոնուսը հակաիրանական գործընթացին միանալու Արցախը ամբողջությամբ եւ գլխավոր մոդերատորը Թուրքիան։ Հայաստանը կդառնա մանրադրամ։ Քանի որ իրենք ֆիքսեցին, որ Հայաստանի իշխանությունները չունեն մոտեցում, պատկերացում նույնիսկ թե ինչպես պետք է վարվի Արցախի բանակցային գործընթացը եւ ինչ պետք է անի Հայաստանը, իրենք ներքաշեցին Հայաստանին Բոլտոնի պլանը։ 19 թվականին է կոմոտ եղել է հացածությունը։ Մարտավարական թիրախը Իրանը, մանրադրամը Հայաստանը, Ադրբեջանի ստանալիք բոնուսը հակաիրանական գործընթացին միանալու Արցախը ամբողջությամբ եւ գլխավոր մոդերատորը Թուրքիան։ Այո, իրականում այո, եւ հետո էլ 20 թվականին էլ 21-ին էլ մյուս կողմից ասում ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հաջորդ ասում ես ես բանակցային գործընթաց չեմ վարում, որովհետեւ չեմ տիրապետում եւ գործընթացին եւ թեմային եւ նաեւ չեմ ներկայացնում Արցախահայությանը, բայց նաեւ 2 օր առաջ հայտարարում ես, որ տեղի է ունենում բանակցային գործընթաց եւ բավական դինամիկ զարգացում։ Ուրեմն ինչ է, սա ինչ է կոչվում։ Սա միաժամանակ կոչվում է ստախոսություն, անգրագիտություն, պոպուլիզմ եւ շիզոֆրենիա։ Այս բոլոր հիվանդությունները միասին վերցրած մենք տեսնում ենք մի վիճակ, երբ որ բանակցային գործընթացը փաստացի հայտնվում է փակուղում, իսկ դա ավելացնում է, մեծացնում է պատերազմի։ Շատ լավ։ Հիմա ասեք ինչպես բերես Հիմա Նիկոլը տեսեք, պատերազմ։ սա այս ինտերվյուն քո հետ Թևանյանն արել է 2019 թվականին, մինչև պատերազմը։ Այսինքն այն կանխատեսումը, որ Հայաստանը գնում է դեպի պատերազմի։ Այսինքն ինքը մենակ կանխատեսման համար է զայրացած։ Տեսեք, հա, ասեմ ինչի, որովհետև մենակ այս կանխատեսման համար չէր, որովհետև նույն կանխատեսումը եղավ 22 թվականին եւ ինքը շատ լավ գիտի, որ այն պատերազմին, որ ինքը բերեց այդ ամբողջ փուլերը եւ Թևանյանը եւ մյուսները զգուշացնում էին եւ քանի որ հիմա էլ արդեն նույն Թևանյանը ասում է, ես արդեն Հայաստան չի լինելու, որ արդեն Հայաստան չի լինի, ինքը շատ լավ հասկանում է, որ հասարակության այն հատվածը, որը արթնանում է այդ բանի վրա, ինքը հասկանում է իր գլխավոր գաղափարական իմաստով հակառակորդը կոնկրետ Թևանյանն է, իսկ Ծառուկյանի վարկանիշի բարձրացումը իր համար մահացու վտանգ է ներկայացնում։ Չէ, նախ առաջին հերթին իր գաղափարական բաները Ռոբերտ Քոչարյանն է։ Այո, իր հասկանում եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվելը բոլորն էլ հակառակորդներ են եւ ինքը ԱՄԿ-ին առանձին անդրադառնում է, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ ԱՄԿ-ը իր մասով վտանգ է ներկայացնում եւ մասնավորապես Բարգավաճի եւ Ծառուկյանի եւ Թևանյանի վտանգները ինքը հասկանալով դրա համար ինքը դա հրապարակային ներկայացնում է։ Աշխատում է պարոն Ոզյան, միչև հիմա այն որ պատերազմ են բերում, թե դա արդեն չի աշխատում։ Ինքը շահարկում, ինքը տևական ժամանակ այդ շահարկում է, հիմա ինչու չի աշխատում։ Շատ པարզ, որովհետեւ մարդիկ տեսան, որ ինքը ասում էր, ինքը խաղաղություններ ասում, բայց ինքը 21 թվականին խոստացավ, որ խաղաղ ճանապարհով Արցախը գոնե կպահի են մնացած մասը, Արցախը ինքը հանձնեց։ Մարդիկ տեսան, որ Արցախը հանձնում է։ Մարդիկ ասում են, ինքը ասում էր, որ այս խնդիրը պետքա լուծվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շահերի հիման վրա, տեղել խափեց։ Ինքը հայտարարում էր, որ պետքա հանդրակվեով ժողովուրդը որոշի Արցախի Արցախը ջեբը չի, որ լուծի։ Մարդ տեսան, որ դա էլ խափեց։ Հասկանում եք, հետո հիմա արդեն եկել է Հայաստանի էջն է բացվել։ Չէ, բայց մի մոռացեք, որ Հայաստանից ինչքան տարածքներ է տվել ինքը։ Այնպես չի, որ ինքը բավարարվել է մենակ տարածքները երկրորդական են, գլխավոր ինքը Հայաստանն է պատրաստում տալ։ Այդ տարածքների տալը
տաուշում, բանում, դրանք մանր սեմուչկաներ են կապված այն ամբողջական Հայաստանին, որ ինքը պատրաստում է հանձնի։ Ես նույնիսկ եմ կրկնում, ոչ թե ինքը ուզում է հանձնի։ Տենց է ստացվել։ Արդեն տևական ժամանակ անցել է, պարոն Ռոզյան, այնուամենայնիվ ինքը տխմար էր, ռոմանտիկ էր, թե ծախեց Արցախը, թե արդեն ինքը պատանդ է եւ տալիս է, թե ուղղակի այս մարդը թշնամի դավաճան է, թուրք, չգիտեմ ինչ է այս մարդը։ Հարցին պատասխանը։ Ով է Նիկոլը, ինչ է, էլի, էսի Այդ հարցին պատասխանը։ Դες սկզբում ռոմանտիկ էր, մտածեց փող աշխատել, Շատ ինչ է։ մարդիկ են այդ հարցը տալիս։ Ուրեմն մոտարապես նույն հարցադրումները կա Վրաստանում Սահակաշվիլիի հետ կապված, շատ նման է այդ ամեն ինչը։ Չէ, նման են իրեն, ասեք, ամեն մի ողբերգություն ունի իր, այսպես ասած, ցավը։ Ամեն ժողովուրդ իր ցավով է տառապում։ Մենք մեր ցավով ենք տառապում, վրացիները իրենց ցավով։ Եվ իրենք արդեն մոտ են եզրակացությանը եւ իրանք մեծ քննություն են անցկացրել։ Եվ եկել են եզրակացության, որ Սահակաշվիլիին սադրեցին իր արևմտյան գործընկերները 2008 թվականի պատերազմին, որպեսզի վերջնականապես կտրեն Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները տարածքներ իջեն, այո։ Հիմա ստեղ հիշեք 2018 թվականին, երբ որ Բոլտոնը եկավ Հայաստան, ինչ ասեց Բոլտոնը, առաջին ասեց Հայաստանը պետքա զիջումների գնա Արցախի հարցով։ Երկրորդը, ինքը պետքա իր կարծրատիպերը փոխի Ռուսաստանի հետ կապված։ Դա նշանակում է պետքա Ռուսաստանի բացասական տրամադրվի, կարծրատիպները փոխի Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Դա նշանակում է պետքա Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրություն անի, ինքը սա եւ Իրանի սահմանը պետքա փակվի։ Այսինքն բոլոր այդ աղետաբեր բաները բերել։ Այսինքն ինքը պետք է հայ ժողովուրդը փոխվի, դառնա ուրիշ ժողովուրդ։ Հիմա Նիկոլը ծաղվեց թե դեբիլ էր։ Հիմա լսի ասեմ քեզ։ Շատ հետաքրքիր հարցի պատասխանը։ Ինչ էր, հա։ Ես պնդում եմ եւ համոզված եմ։ Դա ռոմանտիկ է, չգիտեմ։ Ոչ, ես համոզված եմ եւ պնդում եմ, որ այն արևմտյան կենտրոնը, որը ուղղորդում էր Սահակաշվիլին այն ուղղությամբ, որպեսի Վրաստանը փոկի այդ ռուսական ազդեցությունից, իրանց գլխավոր նպատակը ամբողջ տարածաշրջանի տրամաբանությամբ են։ Այս տարածաշրջանը իրանք պետք է մտցնեն Թուրքիայի ազդեցության տակ։ Իրանց նպատակը դա է։ Իրանք առանձին վերցած խնդիրները դիտարկում են մեծ ծրագրի շրջանակներում եւ Ռոմիության անդամ դառնալը, չգիտեմ, կապիկություններ անելը, որ ես Եվրոպամետ եմ կամ Արևմտամետ եմ, դրանք այդ ցաղ այդ կապիկներին իրանք հավաքել են մի փաթեթի մեջ եւ ներկայացնում են այդ